Բարի գալուստ Արագածոտնի մարզ, մարզ, որտեղ երկինքը միշտ բարձր է թվում, որտեղ պատմությունը շնչում է վանքերի քարերից, իսկ բնությունը խոսում է իր լեզվով, մարզ, որտեղ ամեն լեռ ունի իր անունը, իսկ հողը ունի հիշողություն։ Իմ հետևում Արագած լեռն է, որի տունը Արագածոտնի մարզն է։ Այսօր միասին բացահայտելու ենք Արագածոտնի ամենագեղատեսիլ ու անսպասելի անկյուններից մի քանիսը։ Պատրաստվեք, մեկնում ենք այնտեղ, որտեղ լեգենդն ու իրականությունը քայլում են կողք կողքի։ Հայաստանի լեռները միշտ ինչ-որ գաղտնիք են պահում իրենց մեջ, ու երբ ճանապարհը տանում է դեպի ապարան, այդ գաղտնիքը սկսում է կամաց բացվել։ Իսկ ես առհասարակ սիրում եմ այն վայրերը, որտեղ մենք նորից ու նորից այցելում ենք։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ապարանի ջրամբարը։ Ապարանի ջրամբարը ծածկված կապույտ հայելու պես մի ջրային լեռնաշխարհ է, որը կառուցվել է 1962 թվականին ու համարվում է Հայաստանի ամենախոշոր ջրամբարներից մեկը։ Ու ոչ միայն կարևոր ջրատնտեսական կառույց է, այլ նաև վայր լռության ու քամու համար ստեղծված։ Ջրամբարի հայելային մակերեսը մոտ 7,9 քառակուսի կիլոմետր է, իսկ ընդհանուր ծավալը 91 միլիոն խորանարդ մետր։ Այստեղ մարդիկ գալիս են ուղղակի զբոսնելու, լուսանկարվելու կամ ուղղակի նստում են ափին ու նայում ջրին ու նկատում, թե ինչպես է ժամանակը դանդաղ հոսում։ Ես էլ նստեմ ափին, նայեմ ջրին, առանց խոսքի, առանց շտապողականության, քանի որ ապարանի ջրամբարը ժամանակի դանդաղ ընթացքի մասին է։ Երբ ձեզ պետք է ընդմիջում ոչ միայն առօրյայից, այլ նաև աղմուկից ու շտապողականությունից, ժամանակն է ուղղվել այնտեղ, որտեղ լեռներն իրար հետ խոսում են, իսկ բնությունը լռությամբ է հանգստացնում։ Full Panorama Guest House-ը իր անունի պես բաց է ու անկեղծ, ունի տեսարան դեպի Արագածի գագաթներն ու ապարանի պարզ աշխարհը։ Full Panorama Guest House-ը գտնվում է ապարանի ջրամբար գյուղի ճանապարհին, մեզ բոլորիս հայտնի մայլերից 3 կիլոմետր հեռավորության վրա։ Տնային հարմարավետություն, լեռնային հանգիստ ու ավանդական հայկական հյուրասիրություն, ամենը մի տեղում։ Կա մի տեղ, որտեղ լիճը արտացոլում է ոչ միայն երկինքը, այլ նաև սրտի անդորը։ Ու կա մի տուն, հենց այդ լճի ափին կանգնած, որն իր պատուհաններից նայում է ամենախաղաղ լուսաբացին, ու այդ տան անունն է Full Panorama Guest House։ Full Panorama Guest House-ը գիշերակացով ընդունում է մինչև 4 անց, բայց դուք ողջ ընտանիքով, բարեկամներով, ընկերներով կարող եք գալ մինչև 30 անց Full Panorama Guest House ու մի լավ գեղեցիկ ժամանակ անցկացնել։ Իսկ ամենակարևորն այստեղ այս գեղեցիկ տեսարանն է։ Բնությունը միանգամից աչքերդ լցնում է, իսկ դիմացի բլուրները արևով ողողված։ Այստեղ առավոտները սկսվում են մաքուր օդով, թռչունների ձայնով, իսկ երեկոները հիասքանչ մայրամուտով, որոնք կարծես հենց ձեզ համար նախատեսված լինեն։ Հիշեք անունը՝ Full Panorama Guest House։
Երբ գալիս եք ապարանի ջրամբար, դուք ոչ միայն գալիս եք դեպի ջուրը, այլ նաև գալիս եք դեպի ժամանակի խորքը։ Ջրամբարի հարակից տարածքում է գտնվում փոքրիկ 4-րդ դարի Թուխ մանուկ եկեղեցին։ Թուխմանուկ պետք է գալ խորը հավատով։ Ես հավատում եմ, որ Թուխմանուկը օրհնում է ճանապարհը, տունը, ընտանեկան անդորրը։ Իսկ մոմը վառում են երբեմն խնդրանքների համար, երազանքների համար եւ իհարկե անկեղծ շնորհակալ լինելու համար։ Այս տարածքը ծառայել է որպես ճգնարան։ Մտնենք տեսնենք ներսում ինչ է պահպանվել։ Ինչպես հասկացա, վերևում աղոթատեղին է եղել, իսկ այստեղ եկեղեցու սպասավորները ճգնել են ու այս ամենը 4-րդ դարում քրիստոնեության ընդունումից մի անգամից հետո։ Չեմ հավատում։ Թուխմանուկը փոքր է, խոնար, բայց երբ մոտ ես կանգնում, զգում ես, որ այս քարերը ուղղակի պատեր չեն, Թուխմանուկը ուղղակի սրբավայր չէ, սա պատմական ժառանգություն է ու այստեղ աղոթքները պահպանվում են։ Վստահ եմ բոլորդ գիտեք, որ այս շրջանը սոճիների փոշոտման ժամանակն է, իսկ դա պարզապես հրաշալի հնարավորություն է օրգանիզմը մաքրելու եւ վերականգնվելու համար։ Իսկ ինչ եթե ասեմ, որ սոճիներով ամենախիտ անտառում մայլերից ընդամենը 3 կիլոմետր հեռավորության վրա ջրամբարի հարևանությամբ է գտնվում Ապարան պարկ ընտանեկան հանգստյան գոտին։ Բարի գալուստ Ապարան պարկ, այլ կերպ ասած սոճիների գիրք, որտեղ ձեր ժամանակավոր տունը դառնում են քոթեջները, իսկ բնությունը միակ հարևանը։ Բառեր չեմ կարողանում ընտրել, իսկապես ապշած են։ Պետք է այստեղ լինեք, որ այս փայտի մաքուր հոտը զգաք, իսկ այս տեսարանի մասին էլ չեմ խոսում, սոճիներով լի անտառը, չգիտեմ, ամեն ինչ արտակարգ է, ամեն ինչ իդեալական է ու մի բան եմ հասկանում, որ ես սիրում եմ Հայաստանը։ Էկոլոգիապես մաքուր տնակներ, ներսում հարմարավետություն եւ ջերմություն, իսկ դրսում անտառ, զբոսանքի արահետներ եւ որ ամենակարևորն է մաքուր օդ։ Սա պարզապես հանգիստ չէ, սա վերադարձ է պարզին, հասարակին, մաքրամաքուրին, այն ամենին, ինչը մենք հաճախ մոռանում ենք առօրյայում ու վազվզոցի մեջ, իսկ արագած սարը իր վեհությամբ լռեցնում է ամեն ինչ։ Ֆանտաստիկ է ուղղակի։ Անկեղծ ասեմ, սա է իմ պատկերացրած կատարյալ հանգիստը, մաքուր օդ։
լիճ, չգիտեմ ինչ ասեմ, ապարան պարկը ստեղծել է բոլոր պայմանները, որ ես կատարյալ հանգստանամ ու ձեզ փոխանցեմ իմ էմոցիաները։ Իսկ ինձ մնում է ընդամենը անջատել հեռախոսը եւ այն դեն շպրտել։ Իսկ իմ երազանքի նախաճաշը կազմակերպելու համար հատուկ շնորհակալություն Ապարանջան ռեստորանին, որը գործում է Ապարան պարկում։ Դե ինչ, ինձ բարի ախորժակ, իսկ դուք շարունակեք մնալ մեր եթերում։ Ամռան այս շոգ օրերին ես ձեզ խորհուրդ եմ տալիս այցելել այս հեքիաթային վայրը եւ ձեր սեփական աչքերով տեսնեք այս ամենը։ Իսկ ես եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ մենք Ապարան պարկ հանգստյան գոտում էինք։ Մենք ոչ մի տեղ չենք հեռացել, Ապարանի ջրամբարի հարակից տարածքում ենք, իսկ սա Զովունիի Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցին է։ Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցին կառուցվել է 5-րդ դարում, իսկ վերակառուցվել է Գրիգոր Գնթունի իշխանի կողմից։ Սա ոչ միայն ուղղակի սրբավայր է, Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցին խոսում է այն ամենի մասին, ինչի միջով անցել է մեր ազգը, մեր հավատը, մեր հողը եւ այն մինչեւ հիմա կանգուն է, ինչպես չմոռացված խոստում։ Իսկ հետաքրքիրն այն է, որ Ապարանի ջրամբարը կառուցելիս 1962-ից 67 թվականներին Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցին ամբողջությամբ անցել է ջրի տակ, ինչպես նաև Զովունի գյուղը, Պրոշյան գյուղը, իսկ հեռվում արդեն երևում էին այն կողմում Զովունի գյուղի գերեզմանները։ Եկեղեցին վերակառուցվել է 19-րդ դարի վերջին եւ կրում է Սուրբ Պողոս ու Սուրբ Պետրոս անունները, առաքյալներ, ովքեր իրենց կյանքը նվիրեցին հավատքին ու ճշմարտությանը, ու գտնվելով այստեղ, կարծում ես, որ հենց պատերի մեջ է գտնվում այդ ճշմարտությունը։ Ուր գնալ, եթե ուզում եք դիպչել պատմությանը։ Դե իհարկե Ապարան Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցի։ Իդեպ այս գեղեցիկ տուրի համար դեպի Թուխմանուկ, դեպի Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցի շնորհակալ ենք Full Panorama Guest House-ի սեփականատեր Արայիկ Ստեփանյանին։ Իդեպ, եթե այցելեք ու ձեր հանգիստը կազմակերպեք Full Panorama Guest House-ում, դուք էլ կարող եք օգտվել այս գեղեցիկ տուրից։ Համի ու հմայքի ներդաշնակություն։ Գիտեք այդ ամենը երբ կարող եք զգալ, երբ համտեսում եք համեղ ուտեստներ ու վայելում եք չքնաղ տեսարաններ։ Քաղաքի աղմկոտ փողոցներից հեռու, բարձրադիր վայրում իր դռներն է մեր առջև բացում Միկատուն ռեստորանը, որը գտնվում է Օհանավանում։ Միկատուն ռեստորանը ունի մի շարք յուրահատկություններ, բայց կառանձնացնեմ ամենագլխավորը։ Ուրեմն այս ճանապարհով որ եկա, այս ճանապարհը տանում է դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ Այսպիսի բան ամեն տեղ չի, որ կհանդիպենք։ Դե ինչ, շարունակենք մեր ճանապարհը։
Շնորհակալություն եմ ուզում հայտնել Միկատուն ռեստորանին, որ այս ճանապարհը կառուցել է, ելք է գտել ու այս 14-րդ դարի դեպի Մատուռ ճանապարհ է ապահովել։ Իսկ այս վկայությունից մեզ համար պարզ է դառնում, որ այս Մատուռը կառուցվել է 1311 թվականին Ասնավոր անունով հոգևորականի քահանայի կողմից։ Սակայն ըստ ավանդության այս փոքրիկ եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում, երբ Գրիգոր Լուսավորիչը Արագածից իջել է Քասախի կիրճ այստեղ ճգնելու համար։ Դրա համար էլ երբեմն եկեղեցին անվանվել է Սուրբ Անապատ հրեշտակաբնակ։ Կարծես ռեստորան չենք այցելել, այլ պատմամշակութային թանգարան բաց երկնքի տակ։ Ինչ կարծիքի եք։ Ռեստորանից բացվում է ահա այսպիսի շշմեցնող տեսարան եւ այս ամենի կողքին համեղ ուտեստներ պատրաստված մեծ սիրով ու բարձր որակով, որոնք ոգեշնչված են հայկական լավագույն ավանդույթներով։ Միկատուն ռեստորանը կատարյալ վայր է թե ռոմանտիկ երեկոյի համար, թե ընտանեկան ընթրիքի համար եւ թե ընկերական հավաքույթների համար։ Այստեղ ոչ միայն սնունդն է հրաշալի, այլ նաեւ մթնոլորտն է ջերմ, ներդաշնակ ու հիշվող։ Դե ինչ, ինձ բարի ախորժակ, իսկ իմ ընկեր Սերժին խնդրեմ տեսախցիկն անջատի ու միանա ինձ։ Արտակարգ է։ Համեղ սնվելուց հետո, եթե չեք ուզում վերադառնալ քաղաք ու բնությունը ձեզ պահում է, Միկատուն ռեստորանը ստեղծել է ձեզ համար շքեղ ու գեղեցիկ հյուրանոցային համարներ, որտեղ կարող եք լիարժեք հանգստանալ։ Դե ինչ, համեղ սնվեցի, շարունակեմ իմ ճանապարհը եւ մի բանում հաստատ վստահ եմ, որ Միկատուն ռեստորանը դեռ երկար կմնա իմ հուշերում։ «1918 թվականին հայոց ցեղասպանությունից հետո, երբ առաջին աշխարհամարտը արդեն մոտենում էր ավարտին, Օսմանյան Թուրքիան փորձում էր ներխուժել Անդրկովկաս իր ռազմական գերազանցությամբ։ Մենք հայերս չունենալով մարդուժ, չունենալով զենք, որոշեցինք կանգնել թշնամու առաջ, պաշտպանելու մեր հայրենիքը։ Մենք այժմ գտնվում ենք ապարանի վերածնունդ հուշահամալիրում, որտեղ կանգնած է այս հզոր հուշարձանը։ Նվիրված է ապարանի հերոսամարտի նահատակներին, Մեծ Եղեռնի նահատակներին եւ 1941-ից 1945 թվականներին հայրենական մեծ պատերազմում զոհված ապարանցիներին։ Հուշարձանը կառուցել է ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը 1974-ից 79 թվականներին։ Այն պատմական հիշողության կենդանի տարր է, որը ոչ միայն հիշեցնում է անցյալի սխրանքը, այլ նաև ոգեշնչում է նոր սերունդներին հիշել, պահպանել եւ պաշտպանել հայրենիքը։ «1918 թվական մայիս Հայաստան։ Թուրքական բանակը առաջ էր շարժվում դեպի Երևան, նպատակ ունենալով ոչնչացնել հայերից վերջին հույսը։ Այդ առաջխաղացումը կանգնեցվեց հենց այստեղ, ապարանում, եւ այդ հաղթանակի առաջնորդը դրոն էր։
Դրաստամատ Կանայանը առավել քան հայտնի որպես դրո հայ ֆիդայական շարժման հերոս էր, հայ զինվորական գործիչ եւ 1918 թվականի Բաշ ապարանի հերոսամարտի հրամանատար էր։ Նա ոչ միայն ռազմավար էր, այլ նաեւ ոգեշնչող էր, առաջնորդ էր, կարգապահ էր ճկուն մտածողությամբ։ Նա կարողացավ համախմբել գյուղացիական ուժերը, կարողացավ համախմբել կամավորական խմբերը եւ կանգնեցրեց թշնամուն, եւ որը ճակատագրական եղավ Հայաստանի նոր անկախ գոյության համար։ Դրաստամատ Կանայանը մահացել է 1956 թվականին Բեյրութում, հայրենիքից հեռու, եւ միայն 2000 թվականին մարմինը տեղափոխվում է Հայաստան, եւ այժմ այն հանգչում է ապարանի վերածնունդ հուշահամալիրում։ Մենք այստեղ ենք, որովհետև նրանք կռվեցին, եւ դրոն իբրև առաջնորդ եւ մարտիկ թողել է այդ պայքարի ամենակենդանի ստորագրությունը թե պատմության մեջ եւ թե այն հողում, որում նա հանգչում է։ Ապարան գեսթ հաուսը պարզապես հյուրատուն չէ, սա մի հրաշալի վայր է Սարերի գրկում։ Առավոտյան արթնանում ես, զգում ես մաքուր օդը, վայելում ես օրդ ու նայում ես արագածին, եւ հենց այդ պահին էլ հասկանում ես, որ հանգստի համար այլևս ոչինչ հարկավոր չէ։ Մեր հաղորդման շրջանակներում մենք մեկ անգամ անդրադարձել էինք Ապարան գեսթ հաուսին ու այժմ վերադարձել ենք։ Սա ապացույցն է այն բանի, որ Ապարան գեսթ հաուսը վերադառնալու մասին է, իսկ գտնվում է Ապարանի Սիրեկանյան 22 հասցեում։ Տեսեք, թե ինչքան գեղեցիկ է ամեն ինչ։ Էսթետիկական հաճույք եմ ստանում Ապարան գեսթ հաուսից։ Այստեղ ամեն բան մտածված է վերալիցքավորման ու բնությանը մոտ լինելու համար։ Իսկ այս սենյակը ստեղծված է ինձ ու ինձ նման խաղերի սիրահարների համար։ Այստեղ ամեն ինչ կա՝ սեղանի հոկեյ, սեղանի ֆուտբոլ, TV, PlayStation 5-ով։ Մի խոսքով, ես այսօր այստեղից դուրս չեմ գա։ Ապարան գեսթ հաուսում կա 4 տուն, որոնք ընդունում են մինչև 25 անց, իսկ բակը ուղղակի հանգստի ատրակցիոն է բաց երկնքի տակ, այստեղ ամեն ինչ կա, խնդրեմ, տաղավարը, մանկական խաղահրապարակը, խարույկը, որի շուրջ կարող եք հավերժացնել ձեր երեկոները, հավաքովի լողավազան, իսկ ապագայում կկառուցվի նաև սաունա եւ ջակուզի, իսկ կվադրոցիկլը նախատեսված է նրա համար, որ զգաք Ապարանի սարերն ու լեռները մոտիկից, ահա խնդրեմ, իմ առջևում Եղևնիների անտառն է, մի խոսքով այստեղ գալիս եք ոչ միայն գիշերելու համար, այլ հանգստանալու թե ֆիզիկապես ու թե հոգեպես։ Եթե ուզում եք շնչել մաքուր, իսկական լեռների օդը ու ունենալ կատարյալ հանգիստ, ուրեմն նստում եք մեքենան ու գալիս եք Ապարան։ Ուր գնալ, պատասխանը պարզ է՝ Ապարան գեսթ հաուս։ Աշխարհը մեծ է, իսկ արկածները միշտ մոտ։ Շնորհակալություն, որ այս ճանապարհորդությունը կիսեցիք մեզ հետ։ Կհանդիպենք նոր վայրերում ու նոր բացահայտումներով, իսկ դուք մինչ այդ
բաց պահեք ձեր սրտերն ու դե իհարկե ճամպրուկները։ Հաջողություն, մինչ նոր հանդիպում։